Տարիների հետ հաճախ մեռնում են նաև պատմություններն ու հիշողությունները։ Դրանք կյանքի կոչելու համար հարկավոր է բացահայտել ու ցույց տալ հանրությանը։ Այս ամենի հետքերով մենք 95-ամյա Մանուշակ Փութուլյանի տանն էինք, կին, ով ուներ կյանքի մեծ փորձ և ում արմատները սերում են Արդահանից, ահա և նրա պատմությունը։ Բաբաս 13 տարեկան Արդահանից եկել է, թուրքին սպանած ժամանակը։ Բաբայիս բարեկամներն եղել են 37 հոգի մեջիկվանում մորթել են։ Բաբայիս բեստ երեխոսն էին այդպես մանչերուն, ոչ աղջիկներուն։ Տատիկս բաբայիս աղջկաշոր է հակուցե, մազեր է կաբե որպես աղջիկ։ Ու ինքը փախուցել է, բերել է, անթրանիկներ օգնել է, մեր մնացած կենիկներուն, ով որ մնացել է իրան տղամարդուց նոր սպանել են, բերել է Բաթում։ Բաթումից նոր Վրաստան է բերել այդ կենիկներուն, որ այստեղ չադրներուն տակ մնացել են։ Մեռնողը մեռել է, ապրողը ապրել է, իրենց համար գոյությունները պաշտպանել է։ Բաբաս մեծացել է, նորից իրանց գալած աղջիկներեն է առե, մամաս է պատահել է, մամայիս է բերը այստեղ, որովհետև մաման իրան այստեղ եղած է, արդեն տեղափոխել են այդ կենիկներուն, այստեղ չադրաներուն տակ ապրելու Բաքուրյան։ Ես եղել եմ 20 տարեկան, ամուսնացել եմ, առել եմ ամուս, ապրել եմ 15 տարի կերսանցս հետ, այստեղ սարքել ենք, բաժնել ենք։ Երեխեքս մեծել են, լավ ուսում են առե, կապրին ամենամետեղ եմ, մեծ մանչս Կրասնոյարսկ է, փոքր տեղաս է Կամսամոլսկ։ Շատ լավ կապրին, երեխեքս կոքն են, թոշակառն եմ, աշխատել եմ 55 տարի հաշվաբա, Պատրեպսայոզը, թոշակի եմ անցել, Կերսանքսի շատ լավ մարդիկ են եղել, Կերսանքս 38 կոլխոզ է եղել, հասաղեուն հաշվաբան ինքն է եղել։ Մանուշակ տատի արդեն թառամած մատները երիտասարդ տարիներին աշխատել են օրնի բուն։ Բացի 4 երեխաներ դաստիարակելուց, նա նաև զբաղվել է ձեռագործությամբ։ Էփելուն, թափելուն համար ես եղել եմ բովեր, 5-րդ ռազրյադի բովեր եմ եղել, ամեն ինչ էփել թափել գիտեմ, մինչև հիմի է կեփեմ ինձի համար։ Ձեռագործություն շուր եմ կարել, սորվել եմ, մետաղի սորվել եմ Պարտնեխայի մոտ, կարել եմ երեխոցը շուրերիս, չանգելով է գործած։ Այսօր մաշինով են սարքած, ես էլ մաշինով եմ սարքել։ Ասեղով, թերը քաշել է ասեղով ու գոչվի մերաշկի է աշխատանք։ Ինչպես նշեց հարևանուհին, լավ խոհարար է, սիրում է եփել ու այնքան հյուրասեր ու բարի կին է, որ իր հարկի տակ առանց հյուրասիրության ոչ մեկի չի ճանապարհում։ Այս հարցում համոզվեցինք նաև ինքներս։ Շատ երկար տարիներ է հարևանությամբ կապրինք, արդեն 50 տարի է շատ կապրինք։ Ու միշտ ամեն տարիքին ես շփվել եմ իրեն հետ, շատ նեղություն է տեսել, շատ լավ բան է տեսել, շատ ամեն ինչ կարևորն որ ինքը Եղեռնի զոհերից մեկն է, բայց չէ չարացե, չէ կործանվե, հեչ մի անգամ չի դերգոհ է, շաշմիսկը ոչ ցուրդ իրեն կազդե, ոչ չգան կազդե, ոչ հեչ լավատես 100%-ով։ Դի յուրաքանչյուր մարդ օրինակ վերցնել նման մարդկանցից, որտեվ իմի այնքան առատություն ու առավելություններ կա, ինչեր կա, բայց սաղ դերգոհ են իրենց կյանքեն, ամեն ինչ են, անգամ արդեն աման լավալու մեքենա կա, բայց իրենք ջուր չեն ունեցել, նման մարդիկ մեր տատիկները, ծնողները, ջուրը կերել են չգիտեմ ուժդից որ աման լավան շուր, բայց իրենք մնացել են մեծատառով մարդ ու հիմի
փողոց են անցնելու, ոչ թե սադեն գսեմ կանչեցե կարևն փողոց այդի ցանցանոտ ես միշտ նախադեմ գչի կարելի այդ մաս ասեմ անցանոտ մարդուն կանչե հույրասիրե սումքանա բանամ գկոխե խերգեգե ուրեմն ինչը չի կարելի մեծարել այս ձևի մարդկանց ուղեղ նախ ինքը աշխատել է հաշվաբակ երագետ է դիկա շատ նշան ունի շրջաբադի մեջ է աշխատի ու միշտ լավ աշխատող է առաջներում ու լավ երեխաներ է դաստիարակի երեխաները նմանապես նույն գիծը իլուր աշխարհին իլուր մեր հայ երիտասարդությանը նմանվել նման կանայք կան դեղամարտիկ շատ կան որբիսի մեր հայ ազգը լավ անուն ունի լավ են եղել մենք պահպանենք 95 տարիներ ջերմ ու հարգալից վերաբերմունքով շրջապատված կինը ունի հրաշալի զավակներ հոգատար ու ուշադիր Չնայած այսօր նա ապրում է մենակ, բայց ոչ մի անգամ չի զգացել իրեն միայնակ, քանի որ պարուրված է ուշադրությամբ ու ջերմությամբ։ Մանուշակ Փութուլյանի հետ բավականին երկար զրուցեցինք, հաճելի միջավայր, որտեղ չզգացինք, թե ինչպես սա հետ ժամանակը։ Նրա թուխ աչքերում նշմարվում էր նախնիների ունեցած ճակատագրի թանձր ծուխը, իսկ բարի դեմքին իր հոգու խորցավն ու ապագայի հանդեպ ունեցած լավատեսությունը։